Ազգային ժողովի ճեպազրույցներում նախորդ օրերին խորհրդարանում քննարկված օրինագծերը մղվեցին երկրորդ պլան, երբ բոլոր 3 խմբակցությունների ներկայացուցիչներին լրագրողներն ուղղեցին հինգշաբթի օրվանից հանրային քննարկման առիթ դարձած պետություն-եկեղեցի հարաբերություններում նոր շրջադարձը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդին կառավարության նիստում եկեղեցիների նրա խոսքով չուլանոցի վերածվելու մասին էր ահազանգել, իսկ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos-ի արձագանքից հետո ուրբաթ առավոտյան Facebook-յան գրառումներով վիրավորական արտահայտություններ է շարադրել ոմն սրբազանի հասցեին։ Այսպիսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի է լինել կուսակրոն եւ այլասերված, եւ դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ։ Իշխող խմբակցության քարտուղարը վարչապետի արտահայտություններն արդարացրեց քաղաքական խոսույթով։ Քաղաքական խոսույթին եւ խոսույթին առասարակ, այո, կարող են լինել նաեւ նման սուր արտահայտություններ եւ որակումներ։ Հովհաննիսյանի խոսքով ինքը նույնպես կարող է նման սուր արտահայտություններ անել բոլոր այն եկեղեցական գործիչների հասցեին, որոնք նրա բնորոշմամբ սրբապիղծ են։ Մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատրելու ենք։ Ընդդիմադիր պատգամավորներն էլ կտրուկ քննադատության ենթարկեցին վարչապետի բանավոր եւ գրավոր խոսքը։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է։ Դիակները երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Ու դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ այդ քաղաքական դիակը դեռևս հավաքված չի։ Ինչու այդ գրառումը համընկավ այն Խմիչազգային խորհրդաժողովի հետ, որը Մայրաթորի նախաձեռնությամբ կանում է Շվեյցարիայում։ Մեր համակարգացիների կարծիքները նույնպես տարբերվում են։ Առաջին հերթին վտանգում է այն հավատացյալներին, ովքեր եկեղեցու հանդեպ մեծ հավատ ունեն եւ տգեղ արտահայտությունը թույլատրելի չէ երկրի ղեկավարի շուրթերից։ Ոչ մեկ իրավունք չունի ոչ հավատացյալին, ոչ չհավատացյալին, աթեիստին վիրավորել։ Ամեն մարդ ունի ինքը իրեն, ինչ ասեմ, նախապաշարումներն ունենալ։ Եկեղեցիները բոլորն լավ վիճակում են, թե եկեղեցի չկա վատ վիճակում։ Պետությունը պիտի եկեղեցիների հետ լավ վերաբերվի այդքան։ Իրողությունը դա է, մեկնումա տենց։ Իրողությունը իրոք դա է, որ մեր եկեղեցին ընդհանրապես մեր կյանքում գոյություն չունի։ Ոչ աղոթքներով, ոչ օգնություններով, ոչ, չգիտեմ, այն չի էլի։ Վարչապետը ընդհանրապես իր այս ինչ նստել է, մի կարճին բան ասել է, որ մի հատ մենք ասենք, թե էդի քննարկենք վարչապետի ասած, դե մի կողմ դնենք ուղղակի վարչապետի ասածը եւ շարժվենք առաջ։ Այս դրա վերաբերյալ ճիշտ ասած ես եկեղեցու մշտական հաճախորդ եմ եղել, միշտ գնացել եմ։ Բայց համաձայն եք, որ որոշ եկեղեցիները վատ վիճակում են։ Ճիշտ ասած այդ նենց մի կարևոր թեմա չի, էլի այնքան կարևոր թեմաներ կան այսօր շոշափելու։ Մեր զրուցակիցների համոզմամբ կան ավելի օրախնդիր հարցեր, քան իշխանություն հոգևորականներ վեճն է։ Արտուր Մաղաքյան, Աննա Հարությունյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։